Իշխանավորն էլ է հայ, մարդ է, ինչ կապ ունի։ Առաջ երթին մարդ են։ Ինչու՞ չի գնացել այնտեղ։ Ես չգիտեմ, որ այդ մասին ինֆորմացիա չունեմ, ճիշտ եք ասում դուք։ Հաստատ։ Ես մի քանի օր առաջ եմ եղել, որտեղ իմ եղբայրն էլ է զոհված, ամսի 29-ին 5-րդ տարին էր, եղել եմ այնտեղ։ Այսօր էլ եկել ենք ստեղ պատարագի։ Մեր զոհվածների հիշատակին։ Գիտեք, որ Փաշինյանն է այսօր։ Ինչ եմ, գիտեի, չգիտեի, ինչ կապ ունի։ Գուցե նրանց պայմանավորված։ Հա թեկուզ, ես որ իմանայի Փաշինյանը գալիս է, դրա համար էլ կգայի։ Ես Երևանից եմ եկել։ Հենց հատուկ դրա համար։ Որ Փաշինյանը գա։ Բա ոնց, բա մեր ժողովուրդը ընտրել է, մեր վարչապետն է, մեր ժողովրդի մեծամասնությունը ընտրել է, ուրեմն մեր ընտրվածն է, եկել է, մենք էլ իր հետևից են գալի, ինչ վատ է։ Լավ չի։ Չէ։ Ես չեմ ասում դուք տես բան եք ասում։ Միանում եք եկեղեցու դեմ էս արշավի։ Չէ, ես ոչ մի այնց որ եկեղեցու դեմ չկա արշավ, կա ասենք, չէ, եկեղեցին ու եկեղեցականը դրանք տարբեր բաներ են։ Ճիշտ է, չէ։ Չէ։ Համաձայն եք։ Այո, գնա մայրաթոր դուք եք մասնակցել եք մայրաթոր։ Հա, ինչի՞ չէ, բա ոնց։ Հա, բայց թող ասենք ես համոզված եմ, որ մայրաթորում երբ որ Փաշինյանը գնա, արդեն այնտեղ նենց մարդ, նենց եկեղեցական, առաջերտին մարդ իհարկե, նենց մարդ պատարակը կմատուցի, որը իրոք արժանի է դրան։ Դուք գիտեք իշխանությունը ինչ ուզում եկեղեցին։ Իշխանությունը ուզում է, որ եկեղեցին լինի ժողովրդի հետ, երկրի հետ միաբան։ Վատ բան է ուզում։ Ուզում է հեռացնել կաթողիկոսը։ Դե կաթողիկոսը ինչ կապ ունի եկեղեցու հետ։ Կաթողիկոսը մի հատ մարդ է, որը ասենք կարա ունենա իր սխալները, նենց ոնց որ մեզանից ամեն մեկը, չէ։ Դե մի եթե այն մարդը սխալ է թույլ տվել, եթե ինքը կարգը խախտել է, դե ուրեմն թող բարի լինի։ Այդ կարգը խախտումը ձեր կյանքի որակի վրա ազդել է։ Ինչ կապ ունի։ Կարա մեր երկրի, մեր ժողովրդի որակի վրա ազդի, գիտեք ոնց, չգիտեք ոնց։ Օրինակ ժամանակին այդ որ այդքան հիմա շատ ճիշտ եք, շատ ճիշտ եք, շատ ճիշտ եք, եկեղեցուն չեն ասում, դուք շարժվեք քաղաքացիական օրենսգրքով, չէ, եկեղեցու օրենսգրքով, չէ, ոնց որ դուք եք ասում, չէ, ուրեմն այդ մեր հայ եկեղեցին, ինչի է ժամանակին ու հատկապես սովորական քահանաների համար չէ, չէ, ասենք կաթողիկոս, սրբազան, ասել են օրենք են ընդունել, որ այդ մարդիկ պետքա լինեն, ասենք պետքա չամուսնանան, ճիշտ է։ Հասկացա, բայց ինչի է տենց, ինչի են այդ օրենքը ընդունել, ինչի, կանոնակարգը, ինչի են ընդունել այդ կանոնակարգը, մի բանի համար, այ ապրեք, կուսակրօրության այդ կանոնակարգը ընդունվել է, այն բանի համար, որ մեր Հայաստանի բանը, կաթողիկոսը, որին պատկանում է եկեղեցու ամբողջ սեփականությունը, ճիշտ է, որ ինքը չունենա ժառանգ, որ իր այս եկեղեցու մեր ժողովրդի ոչ թե եկեղեցու, մեր դարերով կուտակված եկեղեցու հարստությունները հանկարծ ինչ որ մեկը չկուտակի իր երեխային, նա պետքա չունենա այդ երեխան։ Իսկ եթե ոնց է, հաստատված է, չէ, մի րոպե, չէ, հաստատված է, ասեմ ձեզ, հաստատված է այնքանով, որ բոլորը գիտեն ու ինքն էլ չի մերժում։ Եթե ես ձեզ ինձ թույլ տամ մի հատ ինչ-որ մի բանում մեղադրեմ, չէ, կամ մի հատ ձեր դեմ փաստարկ ներկայացնեմ, դուք պիտի բարի լինեք, ինձ կամ դատի տակ, ճիշտ է, կամ պահանջեք, ասեք, պատիվ եմ պահանջում, սուտ ես խոսում։ Շատ մեծ, դա կարգի, դա խոսքը այդ մարդը խախտել է, խոսքը խախտել է, չպետք է խախտել։ Իշխանությունը կապ չունի, ցավոք տանը։ Ասում որ այս իշխանությունը, որ Արցախը հանձնել 5000 երեխայի օգնել, բարոյական իրավունք չունի այդ հարցերը։ Չէ, այդ Արցախը հանձնել այդ 5000 երեխային, դա հələ, այսինքն մենք բոլորս գիտենք դա ով է հանձնել։ Արցախը հանձնել է Արցախի նախագահան, ով որ գնաց Եվլախում ստորագրեց, հանձնեց։ Ճիշտ է, հո դուք չեք ստորագրել։ Այնտեղ տեսել եք մի հատ, ասենք իշխանավոր չի եղել։ Ժամանակին իշխանությունը, որ ուզում էր ասում եկեք այդ Փաշինյանն է Արցախը ճանաչել։ Ադրբեջանի կազմում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ճանաչեր, ինչ կապ ունի, ամբողջ երկրագունդն է ճանաչել, որ Ադրբեջանի կազմում է եղել։
Նիկոլ Փաշինյանը կարող է ոնց որ փասնա, ասենք կարդաս միտեղ, որ գրածա, որ սա էս ինչի կազմում է, էս ինչը, էս ինչի կազմում է։ Ով ասում, ինչ որ այնքան տեղ կա ճանաչված չի, բայց հայ ապրում, դա ինչ կապ ունի ճանաչված չճանաչված լինելու։ Ուզում ասեմ, դանակետում դիմախոսների խոսքին, որ ասում բարոյական իրավունք չունի այս իշխանությունը։ դե դիմացխոսը Խոսելու է։ մի հատ լավ խոսք կա, եկեղեցու կողքասма մի դատիր, որ չդատվես։ Ընդդիմադիր այդ ուր են ընդդիմադիրներն էլ թոգային։ Թոգային։ Ով է երրաբլում, չեմ հավատում։ Չեմ հավատում։ Այնտեղից իմ գործընկերներից Այն օրը մենք այնտեղ են ասում ոչ մի պաշտոնյա քպակը չկա երրաբլուրի։ այ երբ որ ժամանակին երրաբլուրի հետ կապված, այսինքն Փաշինյանը քայլ երթ արեց։ Հիշում եք այդ օրը։ Ես էլ եմ մասնակցել, որտեվ բայց ես էլի համ գնում եի եղբորս մոտ, համ գնում եի վարչապետի հետևից։ Դուք այդ օրը տեսնեք, թե ինչքան մարդ կար։ Այդ է որոշում։ Ժողովրդի հավատն է որոշում։ Իմ ու ձեր ասելը կապ չունի։ Ձեր եղբոր զոհվելու համար մեկին մեղադրում եք։ Ես մեղադրում եմ, ասենք, ճակատագրին, որ տենց բան եղավ, որ պատերազմ եղավ, որ պատերազմ չպետք է լիներ։ Չպետք է լիներ ու պատերազմ կարար չլներ, եթե ժամանակին այն որ ասենք այն 90-ական թվերից հետո երբ որ Աստծո հաջողությունով մեր այդքան տարածքներ էին գրավել, պետք է բարի լինեին, իմանային որ մեկը այդ հողերը մերը չի լինելու, չի մնալու, ամբողջ աշխարհը չի ճանաչելու։ Ու դա խելոք որ լինեին, պետք է ժամանակին հետ տային ու ճանաչեին այն ժամանակվա լավագույն պայմանները։ Էլի Ադրբեջանի կազմում կմնար Արցախը, բայց կունենար ինքնավարություն, կունենար իր զորքը, իր օրենքը, իր ամեն ինչը։ Բայց 5000 երեխայի արին։ Չէ, դա կապ չունի։ Չէ, դա այս իշխանությունը կապ չունի։ Այս իշխանությունը գիտեք ինչ է այդ կապ ունի։ Այս իշխանությունը կապ ունի նրա հետ, որ այն 90-ական թվերին էլ այդքան զոհ տվեցինք ու վիրավորներ, որ մեկին օգնեցին։ Ում են օգնել, կարաք ասեք։ Ոչ մեկին չեն օգնել։ Իսկ հիմա ամեն զոհվածի ընտանիքին մոտ $120,000 պետությունը փող է տալի։ Գիտեք այդ մասին։ Դե այդ մասին չեք, գիտեմ որ չարժի, 1 միլիարդն էլ չարժի։ Ես դա չեմ ասում։ Ես դա ասում եմ հարաբերականորեն պետության կողմից արված աջակցությունը։ Դրա մասին եմ ես ասում ընդամենը, որ օգնեց։ Այն ժամանակ էլ չէ, ասենք մարդ զոհեր տվինք, վիրավորեց, ով օգնեց, ոչ մեկին չօգնեց։ Չէ, ես ուրիշ բանից եմ խոսում։ Ես ասում եմ օգնությունից, որ զոհվածների նոր դուք երրաբլուրից եք խոսում, ասում եք երրաբլուրը, զոհվածները հիշատակը խոսքով չի, հիշատակը այն ասում ռուսը լավ խոսք ունի, ասում не учите жить, помогите материально։ Դե որ գնացին, օգնեցին ու հիմա էլ օգնում են։ Բոլորի ընտանիքներին, հիվանդներին, այդ վիրավորներին բուժում են, ամեն ինչ անում են ու մարդը հարցա տալի։ Այսօր տեսնենք սակավաթիվ են, հա, քաղաքացիները։ Հեչ սակավաթիվ չեն, հեչ։ Նույն ես Օհանավանքում 2 անգամ եղել եմ, այսօր էլ նույնքան մարդ կա, հələ կարող է մի քիչ լավ էլ։ Դուք ինձնից բոյովեք, դուք ավելի լավ կտեսնեք, որ մարդ շատ կա։ Այսքանն են Նիկոլ Փաշինյանի աջակիցները։ Չէ, այսքանը ոնց կլինի աջակից։ Այսքան չի աջակից, աջակիցները շատ են, դուք էլ եք աջակից։ Հա։ Ինչի, որտեվ եթե դուք սիրում եք ձեր երեխաներին, ձեր ընտանիքը, ձեր հայրենիքը, այս բանին պետք է բոլորս լինենք աջակից։ Հա, ընտրել ենք, ես ասեմ ձեզ անկեղծ ասեմ, ես ժամանակին չէ, պետք չի վատ լինի,